Տերը օրհնելով օրհնի ձեզ սիրելիներ, գիտեք մի հրաշալի անձնավորություն կա կողքս կանգնած, ինձ համար մեծ պատիվ է լինել Աշոտ Մարտիրոսյանի կողքին, որովհետև նա ինձ ոչ միայն բարեկամ է, այլ մենք նույն գյուղից ենք սերում ու փոքր ժամանակվանից ես լսել եմ, քաջալերվել եմ նրա երգերով ու իրականում այդ սերմերն են, որ ցանվել են իմ ներսում, չնայած որ ես հետո աթեիստ դարձա, որոշում կայացնելով աթեիստ դարձա, բայց այդ երգերը ես անգիր գիտեի հենց Աշոտ եղբոր միջոցով ու երբ որ արդեն Հիսուսի մասին նորից քարոզվեց, կարծես թե նորից վերածնվեցին այդ սերմերը։ Աշոտ եղբայր ջան, Տերը օրհնելով օրհնի ձեզ, ձեզնից ինչ որ խոսք փոխանցեք մեր նոր սերնդին, ինչ որ ձեր սրտում կա։ Ես էլ շատ ուրախ եմ, շնորհակալ եմ Սևակ եղբայր ջան, տեսնելով ավետարանչությունը Սևակ եղբոր միջոցով ուղղակի հիանում ենք, ուրախանում ենք եւ աղոթալից ենք, որպեսզի այդ սերմերը տեղ հասնեն։ Սրտիս մեջ կա ասելու, որ Աստված հիշում է մեր արածը, Աստված գնահատում է մեր արածը, թեև նախ ինքը արեց ամեն բան, բայց Աստված մեզ արտոնություն է տալիս գործակցելու, ծառայելու, երգելու, ավետարանելու եւ դրա մեջ մենք պիտի իրոք ջանքով նետվենք դաշտ եւ ծառայենք ու երբեք հետ չնայենք։ Գեղեցիկ համար կա ուզում եմ կարդալ Երեմիայի մարգարեության 2-րդ գլխի 1-րդ համարները եւ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով գնա եւ Երուսաղեմի ականջներին հայտարարիր ասելով այսպես է ասում Տերը հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը քո հասունության սերը անապատում այդ չսերմանված երկրում ինձ հետևելդ հիանալի է որ Աստված հիշում է մեր երիտասարդության նվիրվածությունը Աստված տեսնում է մեր հասունության սերը եւ մանավանդ իրեն հետևելը անապատի մեջ Պատգամը սա է, սիրելիներ, եթե Տեր Հիսուսին դեռ չեք ընդունել անպայման այս վարքյանին առանց հետաձգելու ընդունեք որպես Տեր ու Փրկիչ եւ հրաշալի կյանք եւ ապագա կունենաք այս վարքյանից եւ ապա շարունակեք Տիրոջ հետ եւ Տերը պիտի օրհնի մեզ մինչեւ հավիտենություն։ Ամեն, ամեն, Աստված օրհնի ձեզ, այնպես ինչպես որ հիմա երեխաների մասին եմ լսում, որ երգում են իմ երգերը, քնում են այդ երգերի ներքո, այդպես ես ինքս եմ ազդվել Աշոտ եղբոր երգերով ու գիտեք դուք էլ եթե ունեք տաղանդ անպայման այդ տաղանդներով ծառայեք Տիրոջը, որովհետև չգիտեք որ պատմություն եք կերտում, հետո արդեն երկնքում կիմանաք թե ինչպիսի մեծ վարձք եք ունեցել։ Տերը օրհնի ձեզ, ամեն։ Ամեն։